Առաջիկա խորհրդարանական ընտրությունները ունենալու են ճակատագրական նշանակություն։ Պետք է թույլ չտալ 2021-ի կրկնություն, այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրություն։ Փաշինյանի իշխանության վերարտադրություն թույլ չտալու համար ընդդիմադիր դաշտը պետք է իրականացնի 3 գործողություն կամ 3 քայլ։ Առաջինը՝ ցուցաբերի միասնականություն։ Իդեալականն այն տարբերակը կլիներ, որ ընդդիմադիր դաշտը հանդես գար մեկ միասնական ցուցակով, բայց դա իրատեսական չէ։ Իրատեսականը 2-3 խոշոր բլոկերի ձևավորումն է, որոնք պետք է ներառական լինեն եւ պայմանավորվեն, որ իրականացնելու են միասնական գործողություններ եւ հանդես են գալու իշխանափոխություն իրականացնելու միասնական օրակարգով։ Երկրորդը՝ ընդդիմադիր դաշտը պետք է ներկայացնի այլընտրանք Հայաստանի զարգացման, անվտանգության եւ խաղաղության վերաբերյալ։ Խաղաղության կեղծ օրակարգին պետք է հակադրել խաղաղության իրական օրակարգը։ Զարգացման կեղծ թվերին պետք է հակադրվեն իրական զարգացման հնարավորությունները։ Երրորդ քայլը, որը պետք է իրականացնի ընդդիմությունը, դա հանրության հետ աշխատանքն է։ Պետք է ձգտել անել ամեն ինչ, որպեսզի բարձր մասնակցություն դրսևորվի հանրության կողմից ընտրությունների ժամանակ։ Բարձր մասնակցությունը դա Նիկոլ Փաշինյանի պարտության գլխավոր երաշխիքներից մեկն է։